Մեկ տարում համաշխարհային առևտուրն ավելացել է 1,2 տրիլիոն դոլարով կամ 3,7%-ով։ 2024 թվականին ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտրի ծավալը հասել է 33 տրիլիոն դոլարի։ ՄԱԿ առևտրի և զարգացման համաժողովն է զեկույց հրապարակել։ Ընդ որում ապրանքների առևտուրն ավելի դանդաղ է աճել, քան ծառայություններինը։ Տարածաշրջանների մեծ մասը աճ է գրանցել, բացառությամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի։ Զեկույցի հիմնական շեշտադրումը առևտրում մաքսատուրքերի հետ կապված խնդիրներն են։ Որոշ տնտեսական ոլորտներ պահպանում են էական մաքսատուրքեր եւ դրանցից առաջինը բնականաբար գյուղատնտեսությունն է։ Գործնական աշխարհի բոլոր երկրները շատ ագրեսիվ ձևով մաքսատուրքերի միջոցով պաշտպանում են իրենց գյուղատնտեսությունը եւ մյուս կողմից արդյունաբերությունն է, որը իհարկե անհամեմատելի է, եթե միջին մաքսատուրքը գյուղատնտեսության համար գնահատվել էր 20%, արդյունաբերության համար դա շուրջ 6% է, բայց նորից դա բավականին էական է միջազգային այն համեմատության մեջ, որ համաշխարհային առևտրի մեծ մասը տեղի է ունենում զրոյին մոտ մաքսատուրքերով։ Եվ այս տեսանկյունից զեկույցը շեշտադրում էր Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի ագրեսիվ կիրառումից բխող ռիսկերը, որոնք կարող են նոր դանդաղման հանգեցնել համաշխարհային տնտեսությանը։ Զեկույցում նշվում է, որ ներմուծման բարձր մաքսատուրքերը կարող են մեծացնել բիզնեսի և սպառողների ծախսերը, խեղդելով տնտեսական աճն ու մրցունակությունը։ Ներկայում միջազգային առևտրի մոտ 2/3-ը տեղի է ունենում առանց մաքսատուրքերի, սակայն մնացած մասի համար կիրառվող մաքսատուրքերի մակարդակները հաճախ շատ բարձր են, տարբեր ոլորտների միջև զգալի տարբերություններով։ Ըստ տարածաշրջանների, օրինակ Լատինական Ամերիկայի և Հարավային Ասիայի միջև առևտուրը բախվում է մոտ 15% միջին մաքսատուրքի։ Կա նաև որոշակի առանձնահատկություն տարիֆների առումով եւ օրինակ զարգացած երկրները զարգացած երկրների հետ շատ ավելի ցածր տարիֆներով են աշխատում, իսկ զարգացած երկրները զարգացող եւ թույլ զարգացած երկրների հետ բավականին բարձր տարիֆով եւ սա էական խոչընդոտ է թույլ զարգացած կամ նոր զարգացող երկրների համար ինտեգրվել զարգացած երկրների շուկային եւ ինտեգրվել համաշխարհային նոր միտումների մեջ։ Փոխադարձ առևտրի մեծ դեֆիցիտ է արձանագրվել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև 355 միլիարդ դոլար։ Միացյալ Նահանգները բալանսի խնդիր ունի նաև Եվրամիության հետ առևտրում, ներմուծումը 241 միլիարդով ավելի շատ է արտահանումից։ Եվրամիություն-Չինաստան առևտրում էլ բալանսը հօգուտ ասիական երկրի է 237 միլիարդ դոլար։ Փորձագետի գնահատմամբ սրա արդյունքում միանշանակ չէ, որ առևտրային հավելուրդ ունեցող երկրներն են շահողը։ Որովհետև վերջին տասնամյակներում համաշխարհային տնտեսությունը եկել է մի կետի, որտեղ զարգացած երկրների հիմնական մասը առևտրային պակասություններ ունեն, եւ այդ առևտրային պակասությունները ֆինանսավորում են ներգրավելով համաշխարհային խնայողություններ, այդ թվում նաև զարգացող երկրներից եւ առաջին հերթին Չինաստանից, հա, այսինքն ներգրավում են համաշխարհային խնայողությունները եւ այդ արտարժույթը օգտագործում են ներմուծումների համար։ Արդյունքում Չինաստանի նման երկիրը ունենում է մեծ առևտրային հավելուրդ, Միացյալ Նահանգները մեծ պակասուրդ, բայց Միացյալ Նահանգների սպառողները սպառում են ապրանքներ ավելի էժան գներով։ Այդ տեսանկյունից համաշխարհային տնտեսության ներկա հավասարակշռությունը բխում է այդ թվում պայմանական Միացյալ Նահանգների եւ ասենք եվրոպական երկրների սպառողների շահերից։ Զարգացող տնտեսությունների առևտուրն ավելի արագ է աճել 4%։ Միևնույն ժամանակ զարգացած տնտեսություններում տարվա ընթացքում առևտուրը լճացել է եւ անգամ 4-րդ եռամսյակում նվազել 2%-ով։ ՄԱԿ առևտրի եւ զարգացման համաժողովը շեշտում է, այս տարեսկզբին համաշխարհային առևտուրը կայուն է մնացել, սակայն անորոշություն է նկատվում։ Այս անորոշությունների պայմաններում, որ բավականին մեծացել է հետաքրքրությունը հաղորդակցության ուղիների եւ ապրանքների մատակարարման շղթաների հետ կապված, ու այդ շրջանակում նաև Հայաստանի դերը մենք տեսնում ենք, որ քննարկում է բազմաթիվ միջազգային աշխարհաքաղաքական հարթակներում, կարծում եմ, որ այս անորոշությունները կարող են ինչ-որ առումով որոշակի միջավայր ստեղծել գոնե քաղաքականության փոփոխության եւ միջազգային ապրանքների եւ ծառայությունների փոխանակման այս արժեշղթայի մեջ նոր դեր ունենալու համար։ Նշվում է, որ աճող աշխարհատնտեսական լարվածությունը, պրոտեկցիոնիստական քաղաքականությունը եւ առևտրային վեճերը ազդանշան են տալիս սպասվող հնարավոր խափանումների մասին։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։